Աղջիկը չգիտեր, որ այսօր նա տուն չի վերադառնալու, ընդմիշտ։ Իրինա Զարուցկան ծնվել է 2002 թվականի մայիսի 22-ին Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում։ 2022 թվականին Ուկրաինայում տեղի ունեցող պատերազմի պատճառով Զարուցկան իր մոր, քրոջ և եղբոր հետ ստիպված էր լքել իր երկիրը և գնալ Հարավային Կարոլինայի Շարլոտ քաղաք։ Ցավոք սրտի հայրը հարգելի պատճառներով չկարողացավ գնալ իրենց հետ։ Տեղափոխվելուց հետո Իրինան անցնում է աշխատանքի պիցերիայում։ 2025 թվականի օգոստոսի 22-ին Իրինան սովորականի պես աշխատանքը ավարտելուց հետո նստում է գնացք ժամը 9:45, որպեսզի գնա տուն, սակայն նա դեռ չգիտեր, որ այսօր այդպես էլ տուն չի հասնելու։ Իր հետևում նստած տղամարդը հանում է դանակը և դանակահարում աղջկան բոլորի առջև։ Աղջիկը ստանում է 3 մահացու հարված։ Մի քանի վայրկյան հետո աղջկա մահացած մարմինը հայտնվում է հատակին։ Մահացու հարվածներից քիչ հետո, երկու կանգ առանց, ոստիկանությունը արդեն սպասում էր մարդասպանին դրսում։ Մարդասպանը Դեկառլոս Բրաուն Ջունիորն էր, ով 34 տարեկան է։ Ըստ մարդասպանի ընտանիքի խոսքերի, նա հոգեկան հիվանդ է, ում մոտ հայտնաբերել են շիզոֆրենիա։ Ի վերջո, նա ձերբակալվեց առաջին կարգի սպանության մեղադրանքով։ Ամբողջ քաղաքը սարսափի մեջ էր այս պատմությունը լսելուց հետո, իսկ այժմ հարց է առաջանում. արդյոք անվտանգ է երթևեկել հասարակական տրանսպորտով։ Մարդասպանին նաև տրվել է ֆեդերալ մեղադրանք, որը և հանգեցրեց մահապատժի։ Մինչ նոր հանդիպում։